Տիկին Փոստանջյան, այս իշխանությունները ամենաշատն են խոսում ժողովրդավարության մասին, բայց մենք տեսնում ենք այն բիրտ ուժը, այն բռնաճնշումները, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պայքարած նախկին իշխանությունների օրոք չեն եղել։ Մենք հոկտեմբերի 20-ին ունենք նույնիսկ կին ձերբակալվածներ, որոնց նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Ինչ կասեք այդ ձերբակալությունների մասին, դուք ինքներդ ականատեսն եք եղել այդ օրերին, ինչ է կատարվել Գյումրիում, ինչ տեսակ զանգվածային ձերբակալություններ, անհամաչափ ուժ է կիրառվել, արդյոք մենք գործ չունենք այստեղ երկակի ստանդարտների հետ։ Երկակի ստանդարտները իհարկե առկա են, բայց եկեք այստեղից ամբողջությամբ գիտեք ինչ հոտ է գալիս, թուրքա-ադրբեջանական հոտ, երբ նայում ենք մենք մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռները, ապա այդ վճիռներով եթե մենք համեմատություն անենք, ապա կտեսնենք Հայաստանի Հանրապետությունում գրեթե նույն իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունում կին լրագրող, որ կալանավորվեր, չի եղել։ Նման նախադեպ մենք չէինք ունեցել։ Դա եղել է Ադրբեջանում։ Ադրբեջանի գործերը հանրահայտ են այդ իմաստով։ Մենք դա ունեցանք։ Հիմա մենք ունեցանք, որ եղել է խաղաղ բողոքի ակցիա, բայց խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ կալանավորվել են շուրջ 5 տասնյակ խաղաղ ցուցարարներ, այդ թվում նաև կանայք, այդ թվում նաև անչափահաս, այդ թվում մենք տեսնում ենք, թե ինչպես են անչափահասի նկատմամբ բռնություն գործադրում։ Այս ամենը մենք տեսանք, այդ թվում մենք տեսանք, թե ինչպես էր զորքը եկել Գյումրիի մատուցներում առավոտ շուտ կուտակվել եւ հետո հարձակում գործեց։ Մենք այս ամենը տեսնում ենք, ինչ որ եղել է, օրինակ ժամանակակից Թուրքիայում եւ Ադրբեջանում, նա այս ամբողջը տեղի է ունենում։ Եվ հիմա մենք համեմատություն պետք է անենք այլևս, ոչ թե այլ երկրների հետ, օրինակ, այլ դեռ չկայացրած կայացման ճանապարհին գտնվող ժողովրդավարության այդ գործընթացը անցնող երկրների հետ, այլ հիմա պետք է մենք համեմատվենք Ադրբեջան եւ Թուրքիայի հետ։ Հիմա սա է մեր համեմատության եզրերը։ Ցավում եմ, բայց այդպես է։ Այսինքն ակնհայտորեն ադրբեջանական այս ոճի մեջ գործողություններ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Տիկին Փոստանջյան, մենք տեսնում ենք, որ առաջին դեմքի մակարդակով Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում, երբ հատկապես խոսքը ընդդիմադիր իշխանության ներկայացուցիչներին է վերաբերվում, նախկին իշխանության ներկայացուցիչներին, նա բազմաթիվ անգամներ է սպառնացել, որ կպառկեցնի ասֆալտին, թաթիկներ կջարդի եւ այլն, վերջերս էլ լավ հիշում ենք Վարդան Ղուկասյանի համար էր ասել, որ պետք է դուրս շպրտվի հանրային եւ քաղաքական դաշտից։ Այս դեպքում տեսնում ենք, որ այդ սպառնալիքները որևէ այսպես քրեական հետևանք չունեն, բայց երբ խոսքը գնում է ընդդիմադիր գործիչների մասին, նրանց ցանկացած բառ դիտարկվում է որպես հանցագործության մասին հանցագործություն, դրան հետևում են անմիջապես պատասխանատվությունը, մենք դա տեսանք նաև Սրբազանի պարագայում, երբ այդտեղ բոլոր իրավաբանները փաստեցին, որ չկա ռազմական հեղաշրջման կոչ, նույնն էլ Վարդան Ղուկասյանի դեպքում ասում են կասկածի տակ է դրել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, ինչպես է այսպես ստացվում, որ իշխանականներին կարելի է, ընդդիմադիրներին չի կարելի, ցանկացած խոսք կարող է իրենց դեմ օգտագործվել։ Սա դասական խտրական այդ մոտեցման դեպքն է, այսինքն յուրայինները ամեն ինչ թույլատրվում է յուրայիններին, իսկ ընդդիմախոսներին ամեն ինչ արգելվում է, այդ թվում նաև խոսքի ազատությունը ապօրինաբար սահմանափակվում է եւ դառնում է քրեական հետապնդման առարկա։ Մենք սա ենք տեսնում, եթե դուք ինչ-որ կարծիք ունեք, ապա ձեր կարծիքը իրենք կարող են մեկնաբանել որպես հանցակազմ մի առկայության դեպք եւ ձեր նկատմամբ սկսեն քրեական հետապնդում։ Այսա մենք արդեն դասական հատկապես խոսքի ազատությունը այսօր իրենց համար մահացու է, որովհետեւ խոսքի ազատության միջոցով մարդիկ կարող են հարցեր լուծել, կարող են որոշ խնդիրները փորձեն կարգավորել, մինչդեռ այդ խոսքի ազատությունը իրենց կողմից սահմանափակվում է հենց այս ձևով։ Սա դասական խոսքի ազատության սահմանափակում է։ Մարդը կարող է կարծիք արտահայտել, իսկ այդ կարծիքը
օրինակ Նիկոլի պարագայում նա կարծիք է արտահայտում դուրս շպրտել հանրային քաղաքական կյանքից, դա դիտվում է որպես սովորական երևույթ, որևիցե մեկը այդ քննչական կոմիտեից կամ հակակոռուպցիոն կոմիտեից կամ Աննա Վարդապետյանը նրա հետևից չեն գնում, այդ խոսքերի հետևից չեն գնում, բայց դուք, ես, մեկ այլ մարդ, պարոն Վարդան Ղուկասյանը երբ արտահայտում են կարծիք, այդ կարծիքը իրենք մեկնաբանում են որպես քրորեն հետապնդելի արարք։ Տիկին Փոստանջյան, գիտեք, որ Գյումրիի քաղաքապետը դուք բազմիցս բարձրաձայնել եք, որ անմարդկային պայմաններում է գտնվում, նման անմարդկային պայմաններում է նաև Շիրակի թեմի առաջնորդը, գիտենք, որ փաստաբանները պարբերաբար գանգատներ են ներկայացնում Եվրադատարաններին, սա արդյոք, այսպես ասած, չի գցում Հայաստանի հեղինակությունը այն պարագայում, երբ միջազգային հանրությունը փորձում է ժողովրդավար երկիր ներկայացնել Հայաստանը։ Գիտեք, ցավում եմ, բայց միջազգային հանրությունն էլ այնպես չէ, որ անկեղծ է եւ ազնիվ է, եւ այստեղ մենք գործ ունենք այդ հատկապես ընդգծված երկակի ստանդարտների հետ, եւ այդ երկակի ստանդարտների վերաբերյալ մենք իրենց լռությունն ենք տեսնում, ականատեսը լինում, այսինքն չենք տեսնում որևիցե արձագանք, չենք լսում որևիցե արձագանք եւ դրա մասին է Գյումրիում տեղի է ունեցել խաղաղ բողոքի ակցիա։ Խաղաղ բողոքի ակցիայի հետևանքով, այսինքն այդ ակցիան ցրելու հետևանքով մենք ունենք շուրջ 5 տասնյակ կալանավորված խաղաղ ցուցարարներ, բայց միջազգային հանրությունից չունենք որևիցե արձագանք։ Սա խոսում է երկակի ստանդարտների մասին։ Եվ նաև ինչու՞ չէ այդ բոլոր շրջանակները նույնպես թաղված են կոռուպցիայի մեջ։ Ես այդ կարծիքը ունեմ։ Եվ այդ կարծիքին եմ եկել նաև իմ փորձով միջազգային կառույցներում աշխատելուց, երբ տեսել եմ նաև խավիարային դիվանագիտության այսպես կոչված պտուղները ի օգուտ Ադրբեջանի։ Տիկին Փոստանջյան, դուք ինչպես նաև մյուս փաստաբանները ասում եք, որ այս ամեն ինչը բացառապես քաղաքական հետապնդում է Գյումրիի քաղաքապետի նկատմամբ, եւ ոչ միայն Գյումրիի քաղաքապետի նկատմամբ, այլ նաև այլ ընդդիմադիր, այսպես հաղթած ուժերի նկատմամբ, ովքեր թիմ ընտրություններում ջախջախել են ՔՓ-ին։ Արդյոք կարող ենք ասել, որ իշխանությունը այսպես ընդդիմադիր ուժերին լռեցնելով պատրաստվում է համապետական ընտրություններին։ Ինչ-որ մի բանի պատրաստվում է, բայց դրանք համապետական ընտրություններն են, թե այլ իրադարձություններ են, այս բանը չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ ակնհայտ է, որ պատրաստվում են, ակնհայտ է, որ այս համակարգված օպերացիաները, հարձակումները, կալանավորումները, այս զանգվածային բռնությունները հենց այնպես չեն տեղի ունենում, նախապատրաստություն են ինչ-որ իրադարձության միանշանակ է։